Ուշադիր նայեք այս աղջկան, նրա անունը Էլիզաբեթ Սմարտ է։ 2002 թվականին, երբ Էլիզաբեթը ընդամենը 14 տարեկան էր, նրան առևանգում են աշխարհի ամենաապահով վայրից, որ հնարավոր է պատկերացնել՝ սեփական անկողնու միջից։ Միակ վկան Էլիզաբեթի փոքր 9 տարեկան քույրն էր, որը առևանգման պահին սենյակում էր քրոջ կողքին, բայց երեխան վախից բառի բուն իմաստով պապանձվել էր և չէր կարողանում վկայություն տալ։ Էլիզաբեթից ոչ մի հետք և ոչ մի լուր չկար 9 ամիս։ 9 ամիս հետո աղջիկը հրաշքով փրկվում է։ Դուք տեսնում եք Էլիզաբեթին հիմա, նա ողջ առողջ է, և ընդամենը վերջերս աշխարհը իմացավ նրա պատմությունը, ով էր այդ չարաբաստիկ գիշերը առևանգել Էլիզաբեթին սեփական անկողնու միջից և որտեղ էր աղջիկը 9 ամիս։ Այս պատմությունը ցնցեց ամբողջ աշխարհը։ Հիմա դուք կիմանաք դա։ Լոս Անջելեսի հայեր ինձ շատ հաճախ գրում եք Սոնա ջան, լավ մասնագետների խորհուրդ տուր։ Հիմա խորհուրդ եմ տալիս Յանան ու Նարան, այն մասնագետներն են, որոնք ձեզ իսկապես շատ անհրաժեշտ են, որոնք են ամենապահանջված ծառայությունները, որոնց հարցում դուք կարող եք օգնել մարդկանց։ Երևի ամենապահանջվածներից դա երևի նոտարական ծառայություններն է, եւ հիմնականում գիտեք հայերը միշտ գործարքների մեջ են, անընդհատ մտածում են առնեն, վաճառեն, նվիրեն, ժառանգություն ընդունեն եւ այլն։ Պահանջվածներից մեկը դա դիպլոմներն է, դիպլոմների evaluation-ները, մարդիկ, որոնք տեղափոխվել են ԱՄՆ եւ ունեն կրթություն, բնականաբար ուզում են կամ շարունակեն այստեղ, կամ փորձեն աշխատանք գտնեն։ Ակտուալ է շատ բիզնես բացելը եւ շատերն են բիզնեսով զբաղվում Միացյալ Նահանգներում, մենք ուղղորդում ենք նրանց ինչպես բացել, ինչ լայսենսներ է հարկավոր։ Հաշվի առնելով հիմա ինչ սահմանափակումներ են էմիգրացիայի առումով, ինչ ծառայություններ են, որ գործում են, պահանջված են նաեւ այսօր։ Մարդիկ դառնում են citizen իրենց կամ ծնողին կամ երեխային green card-ի համար պետք է դիմեն, ունենալով ֆինանսական ու հատկապես թաքսերի հետ կապված հմտություններ, մենք օգնում ենք, որ օրինակ մեր հաճախորդները երբ գալիս են green card-ի համար դիմելիս, մենք անմիջապես հենց սկզբից կոնսուլտացիայի ժամանակ կարողանում ենք ճիշտ ուղղորդել, թե ինչ է պետք, ինչպես իրենց ֆինանսական հարցերը լուծեն, որ կարողանան հեշտությամբ իրենք դառնան հովանավոր իրենց հարազատի համար։ Մենք մի տեղում մասնագիտացված ենք, ինչպես ունենք նոտարական, թարգմանչական, ինչպես նաև ֆինանսական հմտություններ եւ դրա հաշվին մեր հաճախորդները ստիպված չեն լինում տարբեր տեղեր գնան տարբեր ծառայությունների համար եւ մեկ վայրում մենք բազմաթիվ հարցեր ենք նրանց համար լուծում եւ հեշտացնում ենք։ Իսկ դուք հիշեք Y&N Document Assist-ի Instagram-ի էջը, հեռախոսահամարը, որովհետեւ Յանան ու Նարան մասնագետներ են, ովքեր ձեզ եւ ձեր ընկերներին, ովքեր ապրում են այստեղ Լոս Անջելեսում, ամեն օր կարող են պետք գալ։ Եվ այսպես, հարմար նստեք, տեղավորվեք և լսեք իրական դետեկտիվ, որը զարմացնող է, շոկային է, բայց ամենակարևորը՝ երջանիկ ավարտով։ 2002 թվական հունիսի 5 Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Salt Lake City։ Սմարտերի ընտանիքը քնած էր։ Այդ օրը երեկոյան ընտանիքի մայրը կարտոֆիլ էր տապակել և մի քանի կարտոֆիլ չափից դուրս այրել էր ու տհաճ հոտ էր գցել ամբողջ տնով մեկ։ Ու հենց այդ պատճառով էլ որոշում է խոհանոցի պատուհանը բաց թողնել, որպեսզի երեխաները այդ ծանր հոտի մեջ չանցկացնեն գիշերը։ Լուսադեմին ժամը 3-ին Սմարտերի ընտանիքի տան կողքին գտնվող սարերից հանկարծակի իջնում է անծանոթ մի տղամարդ։ Նա մոտենում է տան խոհանոցի պատուհանին։ Տեսնում է, որ պատուհանը բաց է, կտրում է պատուհանի վրա եղած ցանցը, կանգնում է պատուհանի տակ դրված փոքրիկ աթոռի վրա, բարձրանում է և ներխուժում է խոհանոց։ Խոհանոցից նա ուղևորվում է ուղիղ այն սենյակը, որտեղ քնած էր 14-ամյա Էլիզաբեթը և նրա փոքր քույրը 9 տարեկան Մերի Քեթրինը։
Տղամարդը մտնում է սենյակ եւ սկսում է բռնի ուժով, քարշ տալով սենյակից դուրս հանել 14 տարեկան Էլիզաբետին։ Մերի Քեթրինը 9 տարեկան փոքր քույրը արթնանում է եւ փորձում է օգնության հասնել։ Տղամարդը նրան սպառնում է, որ եթե երեխան ձայն հանի, ինքը իր վերջը կտա։ Երեխան վախից բառի բուն իմաստով պապանձվում է եւ տեսնում է, թե ինչպես իր աչքի առաջ տղամարդը առևանգում է իր քրոջը։ Մի քանի ժամ Մերի Քեթրինը պապանձված մնում է իր սենյակում։ Նա չի կանչում օգնության, չի գնում ծնողների մոտ ու չի պատմում, թե ինչ է րոպեներ առաջ տեղի ունեցել իրենց սենյակում։ Եվ միայն լուսադեմին Մերի Քեթրինը հավաքում է իր ուժերը, գնում է ծնողների սենյակ, արթնացնում է հորը եւ ասում է, որ իրենք չեն գտնի Էլիզաբետին, որովհետեւ տղամարդը նրան տարել է հավիտյան։ Ծնողները լսելով Մերի Քեթրինի այս պատմությունը սկզբից լուրջ չեն ընդունում այն։ Մտածում են, որ սա ուղղակի երեխայի վատ երազն է։ Բայց մի քանի րոպե հետո, երբ գնում են սենյակ եւ չեն գտնում Էլիզաբետին, բարձրացնում են աղմուկ։ Դեպքի վայր միանգամից ժամանում են ոստիկանները։ Աղմուկը միանգամից տարածվում է մարդկան շրջանում։ Սա իսկապես չլսված եւ ցնցող դեպք էր։ Սմարթերի ընտանիքը գտնվում էր քաղաքի բավական բարեկեցիկ եւ հանգիստ թաղամասում, այնտեղ, որտեղ հանցագործություններ սովորաբար տեղի չեն ունենում։ Տունը ապահով վայրում գտնվելուց բացի, Սմարթերի ընտանիքը բավական հանգիստ եւ խաղաղ կյանքով ապրող ընտանիք էր, ու չկար նրան շրջապատում որևէ մեկը, ով նպատակը դրված կուզենար վնաս հասցնել ընտանիքի որևէ անդամին։ Դեպքի միակ վկան 9 տարեկան Մերի Քեթրինն էր, բայց երեխան այնքան վախեցած էր, որ բառի բուն իմաստով պապանձվել էր եւ չէր կարողանում ոչ մի վկայություն տալ։ Միակ բանը, որ այդ պահի դրությամբ երեխան ասում էր, այն էր, որ իրենց սենյակ ներխուժածը տղամարդ էր, որը կրում էր սպիտակ գլխարկ եւ սպիտակ շապիկ։ Այդքանը։ Ոստիկանությունը բնականաբար փորձում է հասկանալ տեղի ունեցած դեպքի դրդապատճառը, ով կարող էր մոտիվ ունենալ, ով կարող էր պատճառ ունենալ նման քայլի գնալու։ Բայց խնդիրն այն էր, որ ինչպես ասացի, Սմարթերի ընտանիքը բավական հանգիստ եւ խախանդ կյանքով ապրող ընտանիք էր։ Ինչ վերաբերում էր Էլիզաբետին, նա չափազանց գեղեցիկ երեխա էր, 14 տարեկան, բայց լինելով այդքան գեղեցիկ երեխա ու լինելով ուշադրության կենտրոնում, ինքը շատ համեստ էր, խուսափում էր աղմկոտ վայրերից, այսպես ասած, տան, խելոք ու խելացի երեխա էր, սովորում էր դպրոցում, նվագում էր եւ հաճախում էր սպորտի։ Ոստիկանությունը բառի բուն իմաստով ոչինչ չուներ իր ձեռքում, բայց պետք էր ինչ-որ բանից սկսել եւ ինչ-որ բանի հետ աշխատել։ Դետեկտիվները ուշադրություն են դարձնում այն բանի վրա, թե ինչպես է իրականում տանից դուրս եկել հանցագործը։ Հանցագործը տանից դուրս էր եկել հետևի մուտքից եւ շատ շուտով պարզվում է, որ հետևի մուտքը միացված չի եղել անվտանգության համակարգին։ Զարմանալի զուգադիպություն կամ շատ մտածված քայլ։ Դետեկտիվները կանգնում են երկրորդ տարբերակի վրա եւ նրանց կասկածանքի էպիկենտրոնում հայտնվում են Էլիզաբետի ընտանիքի անդամները։ Հիմա այս կադրերում դուք տեսնում եք Թոմ Սմարթին։ Թոմ Սմարթը Էլիզաբետի հորեղբայրն էր եւ նա է լինում հենց առաջին մարդկանցից մեկը, որին զանգահարում է Էլիզաբետի հայրը եւ պատմում է տեղի ունեցածի մասին։ Թոմը աշխատում էր տեղական թերթերից մեկում որպես ֆոտոլրագրող եւ իմանալով դժբախտ լուրը, նա լինում է առաջիններից մեկը, ով այս լուրը տարածում է մամուլով, ով տրամադրում է Էլիզաբետի ֆոտոները եւ վիդեոները մամուլին, հեռուստատեսություններին, որպեսզի նրանք ակտիվ տարածեն եւ օգնեն աղջկան գտնելու գործում։ Ինչու է Թոմը հայտնվում կասկածանքի կենտրոնում, որովհետև
Նախ, եթե ուշադիր նայեք Թոմի հարցազրույցները, նա մի փոքր շփոթված տեսք ունի եւ դժվար էր հասկանալ այս շփոթմունքը նրա պատճառով է, որ ինքը ծանր է տանում զարմուհու կորելու եւ առևանգման պատմությունը, թե թաքցնելու որևէ բան ունի։ Դատեք ինքներդ։ Իսկ հետո կենացները ավելի են թանկանում։ Բանն այն է, որ ընտանիքի բոլոր անդամները անցնում են ստի դետեկտոր, որպեսզի դետեկտիվները, ոստիկանները 100% վստահ լինեն, որ ընտանիքի ոչ մի անդամ ոչինչ չգիտի, եւ գուշակեք, ով չի անցնում ստի դետեկտորի իր թեստը։ Այո, Թոմ Սմարթը, Էլիզաբետի հորեղբայրը։ Եվ այդ ժամանակ հասարակությունը բառի բուն իմաստով սկսում է հոշոտել Թոմ Սմարթին։ Նա դառնում է գլխավոր կասկածյալը։ Բայց ինչին էր պետք Թոմին գողանալ իր սեփական զարմուհուն հենց նրա անկողնու միջից, եւ ինչքանով նա կարող էր լինել ինքնավստահ հանցագործ, որ թույլ տար իրեն մտնել երեխայի նջասենյակ եւ չվախենալ 9-ամյա մյուս զարմուհուց, որը նրան տեսել էր փաստորեն առևանգման պահին։ Բայց շատ շուտով Թոմի վրայից բոլոր կասկածները ցրվում են, որովհետև Թոմը եւս մեկ անգամ անցնում է ստի դետեկտորը եւ այս անգամ հաջողությամբ անցնում է թեստը։ Ու հետո արդեն հարցազրույցների ժամանակ Թոմը բացատրում է, որ առաջին թեստի ժամանակ ինքը մոտավորապես 5-6 օր չքնած եւ հոգնած վիճակում է եղել, ու դա է եղել պատճառը, որ ինքը առաջին թեստը տապալել է։ Բայց դեռևս Թոմի տարբերակը որպես կասկածյալ չենք մոռանում։ Հիշում ենք, որ բոլոր այն մարդիկ, ում մասին ես հիմա կպատմեմ, մինչև վերջ մնում են կասկածյալների դերում, եւ միայն վերջում մենք կհասկանանք, թե ով էր իրական մեղավորը։ Երկրորդ ու հիմնական կասկածյալի դերում ոստիկանների համար հայտնվում է գուշակեք ով, անհավանական է, բայց Էլիզաբետի հայրը, Էդ Սմարթը։ Եթե ապրում եք Լոս Անջելեսում ու հաճախ եք ծանրոց կամ գումար ուղարկում Հայաստան, լսեք ուշադիր։ Իդեպ վիդեոյի վերջում աննախադեպ զեղչ է լինելու հենց ձեզ համար։ Երևան Post, հիշեք այս անունը։ Նրանք ձեր ծանրոցը ու գումարը Հայաստան կուղարկեն ամենահարմար գներով։ Եկեք նայենք գները։ Գումար փոխանցելու դեպքում սպասարկման վճարը 1% է, օդանավով ծանրոց ուղարկելը 1 փաունդի համար $2.99 է, իսկ եթե ուղարկեք նավով, ապա կվճարեք 1 ծանրոցի համար եւ եւս 2 ծանրոց կուղարկեք անվճար, այսպիսի գներ չկան։ Իսկ ամենահարմար բանը այս ամբողջ պատմության մեջ, եթե ինքներդ չեք կարողանում տանել ծանրոցը Երևան Post, ապա կարող եք զանգահարել, պատվիրել pick-up, որը իդեպ անվճար է, եւ նրանք կգան, կվերցնեն ձեր ծանրոցը ու կուղարկեն Հայաստան։ Ծառայությունը գործում է ամբողջ Լոս Անջելեսի տարածքով։ Իդեպ կարող եք Երևան Post-ի միջոցով Հայաստան ուղարկել նաեւ ավտոմեքենա, կահույք եւ ցանկացած այլ մեծ ապրանք։ Հայաստան ծանրոց կամ գումար ուղարկելու համար թողնում եմ այստեղ Երևան Post-ի հասցեն եւ Instagram-ի էջը։ Ինչու էր այս մարդը տարօրինակ թվում ոստիկաններին։ Նախ եւ առաջ տարօրինակ էր ոստիկաններին թվում Էլիզաբետի հոր ու մոր պահվածքը։ Նայեք նրանց հարցազրույցները, նայեք նրանց ելույթները։ Նրանք երկուսն էլ շատ հանգիստ են խոսում։ Այո, ժամանակ առ ժամանակ նրանք ունենում էին էմոցիոնալ պոռթկումներ, բայց մեծ հաշվով հարցազրույցների եւ ելույթների ժամանակ նրանք իրենց բավական հանգիստ են պահում, նույնիսկ տեղեր կան, որտեղ նրանք թեթև ժպիտով են խոսում։ Եվ դետեկտիվների մոտ հարց է առաջանում, արդյոք դա նման է ծնողների պահվածքի, ովքեր կորցրել են իրենց աղջկան եւ ոչ մի լուր ու ոչ մի հետք չունեն նրա հետ կապված։ Բացի այդ, մյուս կասկածը այն էր, որ հանցագործը ներխուժել էր տուն խոհանոցի պատուհանից եւ ցանցը արդեն ասացի, որ կտրած էր եղել, բայց ոստիկանները նկատել էին, որ ամենայն հավանականությամբ ցանցը ճղված էր եղել, կտրած էր եղել ոչ թե դրսի հատվածից, այլ տան հենց ներսից եւ շատ տարօրինակորեն ոչ մի հետք այդ ցանցի վրա չէր մնացել։ Ու երկրորդ հետաքրքիր փաստը, եկեք հիշենք, որ հանցագործը տունը լքել էր
հետևի մուտքից, որը միացված չէր անվտանգության համակարգին, իսկ ով ավելի լավ կարող էր իմանալ այդ նրբությունների եւ դետալների մասին, եթե ոչ հենց ընտանիքի անդամները, այս դեպքում Էլիզաբետի հայրը։ Բայց հստակ ապացույցներ, որոնք որ մեղադրյալի աթոռին կնստեցնեին հորեղբորը կամ Էլիզաբետի հորը, չկային, եւ դրա համար կասկածյալների շրջանակը գնալով մեծանում է։ Շատ շուտով պարզ է դառնում, որ Սմարտերի ընտանիքում շատ հաճախ աշխատում էին հոմլեսներ, անտուն մարդիկ, ժամանակ առ ժամանակ փոքրիկ գումարի դիմաց։ Ինչու՞, որովհետև Սմարտերի ընտանիքը հոգևոր ընտանիք էր, եւ նրանք կողմնակից էին, որ պետք է օգնել այն մարդկանց, ովքեր դժվարության մեջ են գտնվում։ Ու հենց այդ պատճառով էլ ժամանակ առ ժամանակ Սմարտերը գտնում էին ինչ-որ հոմլեսների, անտուն մարդկանց եկեղեցուց կամ հենց փողոցից, վերում էին իրենց տուն, տալիս էին ինչ-որ բանվորական աշխատանք եւ դրա դիմաց նրանց վարձատրում էին։ Եվ նրանք շուտով հիշում են, որ կար միայն մեկը, ում հետ այս տարիների ընթացքում Սմարտերի ընտանիքը անախորժություն եւ վիճաբանություն էր ունեցել։ Եվ այդ մեկը Ռիչարդ Ռիչի անունով տղամարդն էր։ Այս տղամարդը անտուն էր եւ չուներ ընդհանրապես ոչինչ, երբ Սմարտերի ընտանիքը եկեղեցում հանդիպում են նրան ու որոշում են աշխատանք առաջարկել։ Ռիչարդը ինչ որ ժամանակ Սմարտերի ընտանիքում աշխատելուց հետո, սակայն ունենում է փոքրիկ տհաճ միջադեպ ընտանիքի անդամների հետ։ Սմարտերի տանը տեղի է ունենում գողություն եւ հետո նրանք իմանում են, որ այս գողությանը խառնված է լինում նաեւ Ռիչարդը ու նրան որոշում են ուղղակի հեռացնել աշխատանքից։ Այս անախորժ պատմությունից հետո, սակայն Սմարտերը այլևս Ռիչարդ Ռիչի հետ կապված ոչ մի ինֆորմացիա չեն ունեցել։ Եվ բնականաբար տղամարդը հայտնվում է դետեկտիվների ուշադրության էպիկենտրոնում, մանավանդ այն պատճառով, որ Ռիչին ուներ արդեն իսկ քրեական անցյալ։ Ռիչարդ Ռիչին բերում են հարցաքննության, սակայն ոչ մի էական ապացույց, որը կարող էր նրան կապել դեպքի գիշերվա հետ, չի հայտնաբերվում։ Բայց հետաքրքիր մի բան կար։ Տպավորություն էր, որ ոստիկանությունը ամեն կերպ ուզում է այս պատմությունը կապել Ռիչի հետ։ Ու տպավորություն էր, որ ուղղակի հասարակության կողմից ճնշումը ոստիկանության վրա այնքան մեծ է, որ այս պատմության հանգուցալուծումը գտնվի, որ աղջկա դեպքը բացահայտվի, որ ոստիկանությունը բառի բուն իմաստով ցանկություն ուներ փաթաթել այս մեղադրանքը որևէ մեկի վզին եւ այս դեպքում գտել էր շատ հարմար թեկնածու եւ այդ թեկնածուն Ռիչարդ Ռիչին էր։ Ռիչարդի կինը տալիս է հարցազրույցներ, տալիս է ցուցմունք եւ հավաստում է, որ դեպքի գիշերը, երբ առևանգել են Էլիզաբետին, Ռիչարդը եղել է իր հետ, իր տանը եւ քնած է եղել իր կողքին։ Սակայն ոստիկանները բնականաբար այս ցուցմունքին չեն հավատում։ Ամեն ինչ էլ ավելի ակնհայտ է դառնում, երբ Ռիչարդի ձայնը ձայնագրում են եւ բերում են Մերի Քեթրինին, որպեսզի նա լսի։ Այս ամբողջ ընթացքում, երբ ոստիկանները, դետեկտիվները փնտրում էին 14-ամյա Էլիզաբետին, հոգեբանները եւ թերապևտները աշխատում էին 9-ամյա Մերի Քեթրինի հետ, որովհետեւ ուզած թե չուզած փոքրիկ աղջիկը դեպքի միակ վկան էր եւ նրա ընդամենը մեկ խոսքը ու մեկ ցուցմունքը կարող էր բացահայտել ամբողջ պատմությունը, բայց աղջիկը վախից պապանձվել էր եւ ոչինչ չէր ասում։ Երբ ձայնագրությունը Ռիչարդի ձայնով միացնում են Մերի Քեթրինին, Մերին խոսում է եւ ասում է ամենակարևորը. սա նա չէ, սա այն տղամարդը չէ, ում ձայնը ես լսել եմ առևանգման գիշերը։ Բայց նույնիսկ այս ցուցմունքից հետո ոստիկանությունը չի հանդարտվում եւ չի ազատում Ռիչարդին մեղադրանքներից։ Նա շարունակում է մնալ բանտախցում։ Եվ այս ժամանակ տեղի է ունենում երևի թե ամենակարևոր բանը։ Հենց այն ժամանակ, երբ Ռիչարդը ձերբակալված է լինում եւ գտնվում է բանտում, այսինքն ֆիզիկապես ուղղակի անհնար է, որ նա փորձեր որևէ նոր հանցագործություն իրականացնել, ճիշտ նույն սցենարն է կրկնվում,
ինչպես Էլիզաբետի առևանգման գիշերը, չեք հավատա որտեղ Էլիզաբետի մորաքրոջ աղջկա տանը։ Աղջիկը 18 տարեկան էր եւ ճիշտ նույն սցենարով գիշեր էր, աղջիկը հանգիստ քնած էր իր սենյակում, երբ հանկարծ լսում է ձայն, եւ այդ ձայնը փրկում է նրան եւ օգնում է, որպեսզի սցենարը նույն կերպ չկրկնվի։ Աղջիկը վեր է թռչում, ընտանիքի անդամներին արթնացնում է եւ նրանք տեսնում են, որ իրենց տան պատուհաններից մեկի, որը բաց էր մնացել, ցանցը ճղել են եւ ամենայն հավանականությամբ փորձել են ներխուժել, որովհետեւ այդ հենց անմիջապես պատուհանի դիմաց գտնվող սեղանին դրված է եղել նկար եւ նկարը ուղղակի ընկել էր ու հենց այդ ձայնից աղջիկը արթնացել էր։ Այսինքն ամենայն հավանականությամբ այն նույն անձը, որը մտել էր Սմարտերի ընտանիք եւ կարողացել էր հաջողությամբ իրականացնել իր ծրագրածը եւ առևանգել Էլիզաբետին, փորձել էր նույն սցենարը իրականացնել նրա մորաքրոջ աղջկա տանը եւ նույն կերպ առևանգել նրա քրոջը 18-ամյա աղջկան, բայց այս անգամ սցենարը հաջողությամբ չէր կարողացել պսակվել։ Հետևաբար այս նույն ժամանակ Ռիչարդը գտնվել է բանտում։ Հետևություն, սա այն մարդը չէ, ով իրականացրել էր առևանգումը, բայց շատ շուտով տեղի է ունենում մի անհավանական բան։ Ռիչարդը ուղղակի հենց բանտախցում հեռանում է կյանքից, որովհետև շատ պատահական պայթում է նրա գլխում անևրիզման եւ բժշկական փաստորեն պատճառներով Ռիչարդի կյանքը ավարտվում է։ Եվ հենց այդ ժամանակ թվում է, թե այս պատմությունը եւս ավարտվեց։ Մարդիկ կորցնում են իրենց վերջին հույսը, որովհետեւ այն գիծը, այն հետքը, այն միակ հույսը, որը կարող էր որևէ պատասխան տալ Էլիզաբետի առևանգման պատմության մեջ, կարծես թե կորավ, վերացավ եւ այլևս ոչ մի նոր հետք չէր հայտնաբերվելու։ Բայց դա այդպես չէր։ Բացահայտվում է պատմության ամենազարմանալի ու շոկային կողմը շուտով։ Եթե ապրում եք Լոս Անջելեսում եւ չեք եղել բրբանկում գտնվող այս լոքեյշնում, անպայման խորհուրդ եմ տալիս այցելել։ Իմ մեջքի հետևում գտնվում է Լոս Անջելեսի ամենամեծ եւ շուրջ 20 տարվա պատմություն ունեցող էսթետիկ բժշկական կենտրոններից մեկը, Zavant Aesthetics-ի։ Սկսենք նրանից, ինչ ծառայություններ կան Zavant Aesthetics-ում, որ կարող են հետաքրքրել մարդկանց։ Ինձ թվում է ամենահետաքրքիրը կլինի ոչ վիրահատական facelift։ Մենք ունենք մի հատ գործիք, որը կոչվում է Photonafordy, որը օգնում է առանց վիրահատական միջամտությունների օգնել մեր պրոֆիլը ավելի սիրուն եւ define դարձնել։ Այսինքն ստանալ facelift-ի էֆեկտ։ Ну կարելի ասել տենց, այո։ Ես շատ սիրում before after-ներ տեսել եմ նաև under eye-ի համար, աչքերի տակ, ու ինձ թվում է դա ամենատարածված երևի խնդիրներից մեկն է մարդկանց մոտ լինում տարիքի հետ։ Առաջինը մենք ունենք մեր պրոտոկոլը, որը մշակված է Zavant Aesthetics-ում, որը օգնում է սևությունը ավելի բացացնել։ Երկրորդը մենք ունենք մի հատ procedure, որը առանց վիրահատության օգնում է աչքերի տակի բեգերը կամ ճարպի գոյացությունը չզոկացնել, դա կոչվում է non-surgical eye tight procedure, իդեպ, ես էլ ասեմ, որ ես Լոս Անջելեսում առաջիններից մեկն եմ, որը 9 տարի առաջ բերեց այդ գործիքը Zavant եւ սկսեց անելը։ Իդեպ ամեն ամիս Zavant Aesthetics-ում լինում են շատ լավ զեղչեր ձեր սիրած պրոցեդուրաների վրա, ինչպես նաեւ թողնում եմ այստեղ Zavant Aesthetics-ի Instagram-ի էջը, եթե ուզում եք իմանալ օրինակ ձեր դեմքի համար, որ պրոցեդուրան է ավելի հարմար, այս կամ այն խնդիր լուծելու համար ինչ պրոցեդուրայից օգտվեք, կարող եք գրել Zavant Aesthetics-ի էջին եւ մասնագետները ձեզ կպատասխանեն։ Եկավ պատմության ամենահետաքրքիր եւ շոկային մասը։ Ամիսներ Մերի Քեթրինի Էլիզաբետի փոքր քրոջ հետ աշխատելու արդյունքում հոգեբանները եւ թերապևտները հասնում են արդյունքի։ Հոկտեմբերի 12-ին Մերին շատ պատահական ու զարմանալիորեն խոսում է եւ ասում է, թե ում է տեսել չարաբաստիկ գիշերը իրենց ննջասենյակում։ Մերի Քեթրինը ասում է, որ իրենց ննջասենյակ մտած տղամարդը բոլորովին էլ անծանոթ տղամարդ չէր։ Ինքը շատ լավ էր ճանաչում այդ տղամարդուն։ Նրա անունը
Էմանուել էր։ Այս տղամարդը աշխատում էր իրենց տանը։ Այս տղամարդը հոմլեսներից մեկն էր, այսինքն անտուն բանվորներից մեկն էր, որը ժամանակ առ ժամանակ գալիս եւ ինչ որ բանվորական աշխատանքներ էր անում իրենց տանը ու սովորաբար աշխատում էր տան դրսի հատվածում եւ տան ներսում գրեթե չէր լինում։ Երեխան նաև մանրամասն նկարագրում է Էմանուելի արտաքին տեսքը ու բնականաբար ոստիկանները ունենում են նաև արտաքին նկարագրությունը Էլիզաբեթի ծնողներից, որովհետև հայրն ու մայրը շատ լավ հիշում են, թե ում մասին է խոսքը գնում։ Բայց այստեղ դետեկտիվները շատ տարօրինակ կերպով են վարվում։ Նրանք կարծես թե չեն հավատում փոքրիկ աղջկա ցուցմունքին եւ նույնիսկ ունենալով իրենց ձեռքը ֆոտոռոբոտը որոշում են այն չտարածել ոչ մամուլով ու ոչ էլ ոստիկանական աղբյուրներով, ինչի համար իդեպ շատ շուտով փոշմանելու են։ Սմարտերը տեսնելով, որ ոստիկանությունը կարծես թե ոչինչ չի անում իր ձեռքին ունենալով հստակ ապացույց եւ հստակ անուն, թե ով է մեղավորը, ուղղակի նյարդայնանում են ու որոշում են ամեն ինչ իրենց ձեռքը վերցնել։ Շուտով սմարտերը հավաքում են մամուլի ասուլիս, որի ժամանակ պատմում են, թե ինչ ցուցմունք է տվել Մերի Քեթրինը, պատմում են ենթադրյալ հանցագործի մասին եւ տարածում են նրա ֆոտոռոբոտը։ Ու շատ շուտով սա տալիս է իր արդյունքը։ Մի քանի օր հետո սմարտերի ընտանիքը ստանում է հեռախոսազանգ։ Անծանոթ մի տղամարդ ասում է, որ տեսել է հավանական հանցագործի ֆոտոռոբոտը եւ ճանաչում է իրականում Էմանուելին։ Դա նրա կնոջ եղբայրն է։ Ինչ է պարզվում։ Էմանուելը, որը այդ անունով մտել էր սմարտերի ընտանիք ու բանվորական աշխատանք էր արել, իրականում Էմանուելը չէր։ Նրա անունը Բրայան Միչել էր։ Բրայանը ծնվել եւ մեծացել էր շատ վատ հնարավորություններ ունեցող ընտանիքում եւ բավականին ծանր մանկություններ ունեցել։ Նա կիսատ էր թողել իր ուսումը դպրոցում, հետո արգելված նյութեր էր օգտագործել, հետո մի քանի անգամ ամուսնացել էր, տարբեր ամուսնություններից երեխաներ էր ունեցել եւ նրան նույնիսկ մի քանի անգամ ձերբակալել էին։ Մի անգամ այն բանի համար, որ նա ուղղակի մերկացել էր անչափահասի առաջ, մյուս անգամ, որովհետև փորձել էր բռնության ենթարկել իր խորթ երեխաներից մեկին եւ այդպես շարունակ։ Հերթական ամուսնությունը, սակայն Բրայանի կյանքում ամեն ինչ փոխել էր։ Նա իր կնոջ հետ որոշել էր, այսպես ասած, հավատքի մեջ մտնել։ Մոռացել էր իր բոլոր վատ սովորությունները, մտածել էր, որ ինքը ուղղակի սուրբ է, ավելին քարոզիչ է եւ կնոջ հետ որոշել էր սրբի կյանքով ապրել, բայց շատ շուտով նրա գլխում ուղեղում ամեն ինչ նորից խառնվում է։ Բրայանը որոշում է, որ մի կինը իր համար չէ եւ նա պետք է բազմակնության գնա, ինչի հետ իդեպ նրա կինը շատ համաձայն էր։ Բայց մի քանի անգամ անհաջող փորձեր ունենալուց հետո Բրայան Միչելը հասկանում է, որ ոչ մի հասուն կին չի համաձայնվելու լինել նրա երկրորդ կամ երրորդ կինը։ Եվ գուշակեք ինչ է որոշում անել այս աննորմալը։ Նա պարզապես իր կնոջ հետ որոշում է, որ եթե հասուն կանանց շրջանում չի գտնում մարդկանց, ովքեր կհամաձայնվեն լինել իր երկրորդ կամ երրորդ կինը, ապա ամենայն հավանականությամբ ինքը կին պետք է փնտրի ոչ հասուն կանանց շրջանում, այսինքն երեխաների շրջանում։ Ու հենց այդ ժամանակ տեղի է ունենում չարաբաստիկ ծանոթությունը Բրայանի եւ Սմարտերի ընտանիքի։ Սմարտերի ընտանիքը տեսնելով, որ Բրայանը գումարի կարիք ունի, առաջարկում են նրան գալ իրենց տուն եւ բանվորական աշխատանք անել։ Բրայանը երկար ժամանակ լուր հետևում է, թե ինչ է անում Էլիզաբետը։ Նա իսկապես շատ գեղեցկադեմ երեխա էր եւ միանգամից գրավում է նրա ուշադրությունը։ Բրայանը կարողացել էր ամիսների ընթացքում հասկանալ Սմարտերի ընտանիքի ռեժիմը, երբ են նրանք տանը լինում, երբ են քնում, երբ են արթնանում, երբ են երեխաները գնում դպրոց, երբ են հետ վերադառնում, ու այս ամեն ինչը շատ վարժ ու լավ իմանալով, Բրայանը կարողանում է իրագործել իր չարաբաստիկ պլանը։ Նա գտնում է հենց այն իդեալական երեկոն, երբ Սմարտերի ընտանիքում խոհանոցի պատուհանը բաց է մնում։
եւ ինչպես արդեն ասացի, հայտնի սցենարով կարողանում են ներխուժել տուն եւ ուղղակի գիշերվա կեսին, երևի թե ամենաապահով վայրից սեփական անկողնու միջից առևանգել Էլիզաբետին։ Այսքանը մենք գիտեինք։ Իսկ ինչ է պարզվում հետո, ես կպատմեմ մի փոքր ուշ, որովհետև իսկապես այն, ինչ տեղի է ունենում Էլիզաբետի հետ, երբ նրանք դուրս են գալիս տան հետևի դռնից, ցնցող է ու շոկային։ Եվ դա պատմել է հենց ինքը, Էլիզաբետը, փրկվելուց հետո 9 ամիս անց։ Ուղիղ 9 ամիս անց Էլիզաբետի առևանգումից ոստիկանությունը ստանում է զանգ։ Salt Lake City բնակիչներից մեկը հայտնում է, որ ամենայն հավանականությամբ հենց հիմա իր առաջ կանգնած տեսնում է Էմանուելին, նույն ինքը Բրայան Միչելին, ով գլխավոր կասկածյալն է Էլիզաբետ Սմարտի առևանգման գործով։ Ոստիկանները շատ արագ հայտնվում են այն վայրում, որտեղ ենթադրաբար նկատել են տղամարդուն, 2 կանանց ուղեկցությամբ։ Եվ հանդիպում են իսկապես տղամարդու, որը խիստ նման էր Էմանուելի ֆոտոռոբոտին։ Իսկ կանայք, ովքեր ուղեկցում էին նրան, եւս տարօրինակ տեսք ունեին։ Նրանցից մեկը Էմանուելի կինն էր, ով պատկառելի արդեն տարիքի էր, այսինքն հասուն կին էր։ Իսկ երկրորդը բավական երիտասարդ տեսք ունեցող կին էր, որը սակայն սպիտակ մազեր ուներ։ Ու շատ տարօրինակ էր դիսոնանսը, որը ոստիկանները նկատում են նրա արտաքին տեսքի եւ մազերի միջեւ։ Ամեն դեպքում դետեկտիվները անցկացնում են փոքրիկ հարցում տղամարդու հետ, որպեսզի հասկանան, թե նա ով է, ինչու է եկել Salt Lake City, ինչ է անում այնտեղ եւ ովքեր են կանայք, որ ուղեկցում են նրան։ Էմանուելը, նույն ինքը Բրայան Միչելը, իհարկե երկար ու մանրամասն հեքիաթ էր հորինել թե իր եւ թե իրեն ուղեկցողների, այսինքն այս դեպքում իր կնոջ եւ Էլիզաբետի համար։ Ու դետեկտիվների հարցերին ոչ միայն ինքը եւ կինն են վարժ պատասխանում, այլ նաեւ Էլիզաբետը պատասխանում է ճիշտ այնպես, ինչպես նրան հրամայել էր պատասխանել Միչելը։ Բայց դետեկտիվներից մեկը ինչ-որ տարօրինակություն այնուամենայնիվ շարունակում է տեսնել երկրորդ կնոջ պահելաձևի մեջ եւ նրա մոտ ներքին զգացողություն է լինում, որ եթե այս կնոջը առանձնացնի մյուս կնոջից եւ տղամարդուց, ապա նա կխոսի ավելին։ Եվ կամաց շատ օրգանիկ ճանապարհով, կարծես թե խոսակցության մեջ նա սկսում է մեջկով փակել այս աղջկան եւ առանձնացնել նրան մյուս երկուսից։ Ու հենց այն պահին, երբ նրան հաջողվում է աղջկան զգալիորեն հեռացնել տղամարդուց եւ կնոջից, դետեկտիվը ուղղակի ասում է նրան, որ եթե ինքը գտնվում է վտանգի մեջ, ապա հիմա ճիշտ ժամանակն է խոսելու, որովհետև իրենք խոստանում են, որ իրեն ապահով վայր կտեղափոխեն։ Եվ հենց այդ ժամանակ աղջիկը խոսում է։ Նա հանում է իր գլխի վրա եղած սպիտակ կեղծամը եւ դրա տակ ոստիկանը տեսնում է Էլիզաբետին, 14-ամյա աղջկան, որին արդեն 9 ամիս իրենք փնտրում են։ Եվ հենց այդպես նրանք կարողանում են փրկել աղջկան, որը 9 ամիս ուղղակի առեղծվածային կերպով անհետացել էր։ Ոստիկանները ձերբակալում են նաև Բրայան Միչելին եւ նրա կնոջը։ Եվ շատ շուտով բարձ կդառնա, թե ինչ էր տեղի ունեցել աղջկա հետ 9 ամիս շարունակ։ Էլիզաբետի փրկության մասին լուրը միանգամից չի հասնում ընտանիքին։ Սմարտերի ընտանիքը հեռախոսազանգ ստանում է ոստիկաններից, բայց նրանց հայտնում են, որ ձերբակալել են Բրայան Միչելին եւ հայրն ու մայրը անգամ չեն ֆիքսում արդյոք Էլիզաբետը եղել է նրա հետ թե ոչ։ Ու հայրը հետագայում հիշում է, որ կայծակնային արագությամբ ուղղակի գնացել է ոստիկանություն, համոզված լինելով, որ այնտեղ տեսնելու է Բրայան Միչելին եւ նրան հարցեր է ուղղելու, հույսով գտնելու վերջապես իր աղջկա վայրը, բայց
հրաշալի անակնկալ է լինում, երբ նա ոստիկանությունում տեսնում է իր աղջկան։ Եվ Էլիզաբեթը իր հերթին արդեն հետագա հարցազրույցների ժամանակ հիշում է, որ հենց այն պահին, երբ հանդիպում է հորը եւ վերջապես գրկում է իր հորը, վերջնական հասկանում է, որ ինքը ապահով վայրում է գտնվում։ Բայց հիմա մի պա այս երջանիկ վերամիավորումը թողնենք եւ վերջապես փորձենք հասկանալ ինչ էր տեղի ունեցել 14 տարեկան Էլիզաբեթի հետ այն պահին, երբ նա առևանգողի հետ դուրս էր եկել տան հետևի մուտքից։ Ինչպես արդեն ասացի, Բրայան Միչելը կարծում եմ որևէ հոգեկան խանգարում կամ շեղում է ունեցել, որովհետև իր համար դարձրել է իդեալական պլան գտնելու երիտասարդ կնոջ, որովհետև նա հասկանում էր, որ ուզում է բազմակնության գնալ եւ որևէ հասուն կին չի համաձայնի դառնալ նրա երկրորդ կամ երրորդ կինը։ Ու հենց դա է լինում դրդա պատճառը, որ նա որոշում է առևանգել 14-ամյա Էլիզաբեթին։ Էլիզաբեթը նրա աչքին հայտնվում է շատ պատահականորեն, պարզապես գաղափարը ունենալ երիտասարդ երկրորդ կին եւ ծանոթությունը Սմարտերի ընտանիքի եւ Էլիզաբեթի հետ համարյա թե նույն ժամանակ են տեղի ունենում։ Եվ երկար հետևելուց հետո նա հասկանում է, որ Էլիզաբեթը լավագույն թիրախն է իր համար։ Աղջկան առևանգելու գիշերը ամեն ինչ լինում է այն սցենարով, ինչպես մեզ արդեն հայտնի էր։ Նա նաև վախեցնում է աղջկա փոքր 9 տարեկան քրոջը, որ եթե նա որևէ ձայն հանի, ուղղակի նրա վերջը կտա, եւ հենց դա էր պատճառը, որ աղջիկը երկար ժամանակ ուղղակի պապանցվել եւ մնացել էր սենյակում ու նույնիսկ ծնողներին չէր հայտնում այն լուրը, որ քրոջը առևանգել են։ Ինչ է տեղի ունենում Էլիզաբեթի հետ։ Տան հետևի մուտքից տնից դուրս գալուց հետո Միչելը Էլիզաբեթի հետ միասին երկար քայլում են եւ տարածքը լքում են ոտքով, այնպես ինչպես եւ կասկածում էր ոստիկանությունը։ Նրանք ոտքով շարժվում են դեպի մոտակա սարերի մեջ գտնվող մի տեղ, որտեղ, այսպես ասած, վրան էին դրել ինքը եւ կինը եւ ժամանակավոր բնակության վայր էին իրենց համար հաստատել։ Ու առաջիկա շաբաթները իրականում Բրայան Միչելը, նրա կինը եւ Էլիզաբեթը ապրում են հենց այդ վրանանման վայրում։ Ու հետաքրքիր մի բան կա։ Էլիզաբեթին առևանգելուց անմիջապես հետո, երբ Բրայանը նրան բերում է այդ վրան եւ ծանոթացնում է իր կնոջ հետ, նա հայտնում է, որ Էլիզաբեթը այսուհետ լինելու է իր կինը։ Իսկ հետո արդեն գործի է անցնում Բրայանի կինը։ Նա ուղեկցում է փոքրիկ աղջկան դեպի վրանը, լողացնում է աղջկան այնտեղ, բաց թողնելով բոլոր մանրամասները եւ թողնելով ձեր երևակայությանը, կարող եմ ասել, որ բռնության ենթարկում է Բրայան Միչելը Էլիզաբեթին եւ դա անում է ոչ մեկ անգամ։ Դա շարունակվում է պարբերաբար եւ բոլոր 9 ամիսների ընթացքում։ Բայց ինչ էր կատարվում աղջկա հետ։ Սկզբնական փուլում, երբ Էլիզաբեթը հայտնվում է այս գերության մեջ, բնականաբար նա փորձում է փախչել եւ հենց այդ պատճառով նրան փորձում են շղթայել ու առևանգումից հետո մոտավորապես մի քանի շաբաթ աղջկա պահել են ուղակի շղթաներով գամված։ Բայց բանն այն է, որ աղջկան պահում էին հենց այն նույն հատվածում, որտեղ նաև որոնողական աշխատանքներ էին իրականացնում։ Եվ Բրայան Միչելը ու նրա կինը վախենալով, որ Էլիզաբեթը կարող է հերթական որոնողական աշխատանքների դուրս եկած մարդկանց, ոստիկաններին ձայն տալ եւ փրկություն խնդրել, վախեցնում են նրան, որ եթե աղջիկը փորձի անգամ փրկվել կամ փախչել կամ ձայն տալ կամ փրկություն խնդրել, ապա իրենք վնաս կհասցնեն նրա ընտանիքի անդամներին։ Եվ դա է լինում պատճառը, որ նույնիսկ երբ շղթաներից ազատում են Էլիզաբեթին, նա հլու հնազանդ որոշում է մնալ գերության մեջ, որովհետև վախենում էր սեփական ընտանիքի անվտանգության համար։ Եվ նույնիսկ Էլիզաբեթը հետագայում հիշում է, որ մի քանի անգամ շատ մոտիկից լսել է մարդկանց ձայներ, որոնք իր անունն են տվել, այսինքն որոնողական աշխատանքները իրեն շատ մոտ են անցել, բայց ինքը ոչ մի ձայն չի հանել, որովհետև հասկացել է, որ այդպես փրկում է իր ընտանիքի անդամներին։ Ժամանակի ընթացքում Էլիզաբեթը հասկանում է, որ պարզապես կռիվ տալով չի կարող որևէ ելք ու փրկություն գտնել։ Ու այդ ժամանակ աղջիկը տրամաբանական ու փայլուն խելքով է առաջնորդվում։
Ինչ է նա անում։ Աղջիկը հասկանում է, որ նման վարքագիծ ունեցող հանցագործի հետ պետք է փորձել լեզու գտնել եւ վերցնել նրան իր վստահությամբ, այսինքն ցույց տալ, որ նա լիարժեք իշխանությունը իր ձեռքն է բռնել եւ աղջիկը համաձայն է անել այն ամենը, ինչ ինքը ուղղակի կհրամայի։ Էլիզաբեթը այդպես էլ անում է։ Որոշ ժամանակ այս սարերում Salt Lake City-ի մնալուց հետո նրանք երեքով որոշում են տեղափոխվել Սան Դիեգո, դեպի Կալիֆոռնիա։ Նույնիսկ դեպք է տեղի ունենում մի անգամ նրանք որոշում են երեքով գնալ Սան Դիեգոյում գրադարան։ Եվ երբ որ նրանք այդպես հանրային վայրեր էին գնում միասին, Բրայան Միչելը ստիպում էր, որպեսզի թե իր կինը եւ թե Էլիզաբեթը դեմքները ու գլուխները ծածկեն։ Այդպես նա հնարավորություն էր ստանում ծածկել եւ գաղտնի պահել Էլիզաբեթի ով լինելը հանրությունից եւ ոչ մի կասկածանք չառաջացնել, ասելով, որ այդպես է թելադրում պարզապես իր կրոնը, իր հավատքը։ Բայց գրադարան հերթական այցի ժամանակ աշխատակիցներից մեկը Էլիզաբեթի աչքերը նկատելով կարծես թե ճանաչում է նրան եւ որոշում է ոստիկանություն կանչել, բայց տեղ ժամանած դետեկտիվները ոչինչ չեն կարողանում բացահայտել, որովհետեւ այդ ժամանակ դեռևս Բրայան Միչելի ֆոտոռոբոտը հայտնի չէր եւ այդ պահի դրությամբ, երբ դետեկտիվները խոսում են նրա հետ, նա ուղղակի ասում է, որ հիմա ինքը գտնվում է գրադարանում իր կնոջ եւ աղջկա հետ եւ իր կրոնական սկզբունքներից ելնելով չի կարող նրանց դեմքը ցույց տալ եւ հանել նրանց գլխաշորերը եւ երեսի շորը։ Ամեն ինչ ավարտվում է Էլիզաբեթի փայլուն մտքի շնորհիվ։ Էլիզաբեթը շատ պատահական լսում է, որ Բրայան Միչելը եւ նրա կինը որոշում են ուղղությունը Կալիֆոռնիայից հետո վերցնել դեպի Նյու Յորք, իսկ հետո արդեն դեպի Բոստոն։ Աղջիկը բարձ հասկանում էր, որ որքան հեռվանում է Salt Lake City-ից, այնքան ավելի դժվար է լինելու իրեն գտնելը, այնքան ավելի սառելու են հետքերը։ Ու դրա համար որոշում է մի խելացի քայլի գնալ։ Նա հասկանում էր, որ ուղղակիորեն չի կարող խնդրել Բրայան Միչելին իրեն հետ տանել Salt Lake City, ու դրա համար որոշում է մտնել խաղի մեջ։ Նա հասկանում էր, որ Բրայան Միչելի ուղեղը, այսպես ասած, լվացված էր եւ նա հավատում էր, որ ինքը իսկապես քարոզիչ է եւ կարողանում է խոսել Աստծո հետ։ Եվ ինչ է անում աղջիկ։ Նա ասում է, որ իր երազում տեսել է, որ Աստված նրան պատգամել է հետ գնալ Salt Lake City եւ ասում է, որ դե Բրայան Միչելը ինքը եւս դա գիտի, որովհետեւ Աստված խոսում է նրա հետ ու հետեւաբար այդ պատգամը նաեւ նրան է հաղորդել։ Եվ այս միտքը այնքան է նստում Բրայան Միչելի ուղեղի մեջ, որ նա օրերից մի օր որոշում է իսկապես հետ վերադառնալ Salt Lake City, վստահ լինելով, որ ինքը սուրբ է, որ ինքը քարոզիչ է, որ ինքը խոսում է Աստծո հետ եւ հետեւաբար այդ գաղափարը Աստված այո, նրան էլ է փոխանցել։ Եվ ուղղակի սպիտակ կեղծամ տալով Էլիզաբեթին եւ մի փոքր փոխելով նրա արտաքինը, տալով նրան մեծ արևապաշտպան ակնոցներ, կնոջ հետ միասին ուղևորվում է հետ Salt Lake City եւ հենց այստեղ էլ նա բռնվում է ու հենց այստեղ էլ ջրի երես է դուրս գալիս ամբողջ պատմությունը։ Դուք տեսնում եք հիմա այն հուզիչ կադրերը արդեն Էլիզաբեթի փրկությունից հետո, հիմա Էլիզաբեթ Սմարտի ինստագրամյան ու տիկտոկյան էջերը հասանելի են, նա սոցիալական ցանցերում ակտիվ խոսում է իր պատմության մասին, պատմում է, թե ինչ է իր հետ տեղի ունեցել 24 տարի առաջ եւ դա անում է մի պարզ պատճառով, որպեսզի աշխարհով մեկ տարբեր երեխաներ հստակ իմանան, թե եթե հանկարծ իրենց հետ տեղի ունենա դժբախտ նմանատիպ պատահար, ինչ պետք է նրանք անեն փրկություն գտնելու համար։ Իսկ ընդամենը վերջերս Netflix-ը նկարահանեց ֆիլմ, որտեղ մանրամասն պատմեց Էլիզաբեթ Սմարտի պատմությունը եւ հենց այս ժամանակ էլ այս պատմությունը հսկայական ճանաչում ստացավ եւ բառի բուն իմաստով ցնցեց ամբողջ աշխարհը։ Հիմա նաեւ դուք գիտեք այդ պատմության մասին։ Իսկ հիմա ես ունեմ ձեզ մի խնդրանք։ Գնացեք այս վիդեոյի կոմենտներ եւ գրեք, երբ որ ես սկսեցի պատմել այս պատմությունը, դուք կասկածում եք Էլիզաբեթի հոր վրա, հոր եղբոր վրա, թե հասկացել եք ի սկզբանե, որ ընտանիքի անդամները չունեն։ Եղեք անկեղծ, գրեք կոմենտներում եւ իհարկե խնդրում եմ, որպեսզի ինձ բարևներ ուղարկեք կոմենտներում, սրտիկներ դնեք, ամեն ինչ անենք, որ կոմենտները լինեն շատ եւ դրա հաշվին այս վիդեոն շատ
դիտումներ հավաքի ու ես շարունակեմ ձեզ համար հետաքրքիր դետեկտիվ պատմություններ նկարել ու տեղադրել իմ ալիքում։ Խնդրում եմ նաև որպեսզի անպայման լայքեք այս վիդեոն, բաժանորդագրվեք իմ ալիքին սեղմելով subscribe կոճակը եւ մի մոռացեք, որ ես ունեմ Patreon, կան մարդիկ, ովքեր արդեն միացել են Patreon-ին ամսական փոքրիկ գումարով subscribe են եղել, այսպես ասած, եւ այդ գումարը օգնում է ինձ եւ իմ YouTube-ի ալիքին։ Ես խնդրում եմ նաև որպեսզի դուք միանաք իմ Patreon-ին, շատ հեշտ է ամեն ինչ, սկանավորեք այս QR կոդը հեռախոսով եւ կբացվի link, որով դուք կարող եք միանալ իմ Patreon-ին, կամ էլ պարզապես գնացեք վիդեոյի նկարագրություն, գտեք Patreon, սեղմեք link-ին, միացեք եւ օգնեք YouTube-ի իմ ալիքին ու ինձ ամսական շատ փոքրիկ գումարով։ Մինչեւ նոր վիդեո։